Աշխարհում ավելի քան 2 միլիարդ մարդ շնչառական որևէ հիվանդություն ունի, 468 միլիոնի մոտ այն քրոնիկ է։ Այս պաթոլոգիաների պատճառով տարեկան մահանում է մոտ 15 միլիոն մարդ։ Թոքերի ախտահարումների ռիսկի խմբում առաջինը երեխաներն են։ Նրանց մոտ հիվանդությունը կարող է առաջանալ կամ սրվել պայմանավորված մի շարք գործոններով։ Շրջակա միջավայրի ազդեցությունը կա նմանատիպ հիվանդությունների վրա, բայց հիվանդությունների մի մասը ունեն և բնածին գենետիկ գենես և այդ առումով իհարկե դա այնքան էլ կապ չունի շրջակա միջավայրի հետ, բայց մյուս խումբը միանշանակ ունի և ունի վարքագծային խնդիրներ։ Ծուխը, աղտոտված օդը բացասական ազդեցություն ունեն թոքերի վրա։ Կարող են առաջանալ ալերգիաներ, վարակներ, բրոնխիալ ասթմա, նաև հազվադեպ հանդիպող հիվանդություններ։ Օդի աղտոտվածությունը դեռ ներարգանդային կյանքում ազդում է պտղի վրա եւ շարունակում է միջև վերջ։ Նա ազդում է նույնիսկ հատկապես այն մարդկանց, որոնք ունեն որևէ շնչառական հիվանդություն, բայց դուք նույնիսկ եթե չկա շնչառական հիվանդությունը, քրոնիկ հիվանդություն, ապա նա դեռևս նույնպես եւ ազդում է եւ թողում է իր հետևանքները, որոնք շատ դեպքերում ենք չենք զգում, բայց այդ հետևանքները կան։ Շնչառական հիվանդությունների դեմ պայքարի գրա գետրազմավարություն մշակելու համար կարևոր է բուժառու բժիշկ պետություն կապը։ Այդ նպատակով մեր երկրում ձևավորվում է շնչառական միջազգային կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչություն, որում ընդգրկված են թոքաբանների, մանկական բժիշկների, նաև ցիստիկ ֆիբրոզի հայկական ընտանեկան համայնք ասոցիացիաները։ Այս մասին հայտարարվում է շնչառական բժշկության ապագան գիտաժողովի ժամանակ։ Ստեղծվում են պայմաններ բժիշկների ավելի սերտ համագործակցության, լինի թե մեզանում, լինի թե արտերկրի հետ, եւ դրանով խթանել շնչառական առողջության ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի բարելավմանը։ Երկրորդ մասով մենք կարևոր ենք համարում այն, որ մենք որպես բժիշկներ զգուշացնենք շնչառական հիվանդության վրա ազդող տարբեր ռիսկերի, մասնավորապես ծխախոտի ազդեցության մասին։ Շատ կարևոր է, որ մենք կարողանանք նվազեցնենք հաշմանդամությունը եւ մահացությունը, որովհետեւ ցավոք այս հիվանդությունների շնչառական հիվանդությունների խմբում կան մի շարք հիվանդություններ, որոնք ունեն բավականին ծանր ընթացք, ունեն քրոնիկ բնույթ եւ պետք է լինի շարունակական բժշկական ծառայություններ։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովին մասնագետները քննարկում են նորաստեղծ միության անելիքները։ Հայ գործընկերներին ոլորտի միջազգային նորությունները ներկայացնում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի պրոֆեսոր Ալեքսանդր Մյոլլերը։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։